Թուրքիայում այս տարի ևս արգելում են հայոց ցեղասպանության հիշատակի միջոցառումներ կազմակերպել եւ անցկացնել։ Թուրքիայում գործող հայկական լրատվամիջոցները գրում են, որ ապրիլի 24-ի հիշատակի հարթակը, որը նախորդ տարիներին 1915 թվականի ոճրագործության տարելիցի կապակցությամբ Թաքսիմում, Թունելիում եւ Շիշհանեում հիշատակի միջոցառումներ էր կազմակերպել, դիմել է Ստամբուլի նահանգապետարան նույն օրը տեղի ժամանակով 19-ին Քադքյոյի Սուրեյա օպերայի շենքի առջև հիշատակի հավաք անցկացնելու համար։ Նահանգապետարանը, սակայն, ինչպես նախորդ 4 տարիներին, այնպես էլ այս տարի մերժել է թույլտվություն տրամադրել։ Սամվել Կարապետյանի առաջնորդած ուժեղ Հայաստանի դաշինքը խորհրդարանական ընտրություններին կմասնակցի քաղաքական թիմի անվանումից հանելով Կարապետյանի անունը, ինչը պայմանավորված է ընտրական օրենսգրքի վերջին փոփոխություններով, որն արեց իշխանական քաղաքացիական պայմանագիրը։ 4 կուսակցությունից բաղկացած դաշինքը կենտրոնական ընտրականում արդեն փոխել է օգտահաշվի անունը։ Հանձնաժողով են ներկայացրել նաև առաջադրման փաստաթղթերը, պատգամավորության շուրջ 200 թեկնածուի տվյալներով։ Կոտայքի Բյուրեղավանում բնակիչները վաղ առավոտից ահազանգում են, որ արդեն մի քանի օր է, ինչ քաղաքացիները դիմում են շտապօգնության ունենալով միևնույն գանգատները՝ սրտխառնոց, փսխում, փորլուծություն, ջերմության բարձրացում։ Բժիշկներին հայտնել են, որ բացառում են գազից թունավորումը, քանի որ արտահոսք չի եղել։ Չեն օգտագործել նաև կասկածելի սնունդ։ Իրենց վարկածով խնդիրը խմելու ջրի հետ է կապված, ակնկալում են պատկան մարմինների ուշադրությունը։ Առողջապահության նախարարությունից էլ հայտնում են, որ խնդրից տեղյակ են, ձեռնարկում են համապատասխան քայլեր։ Ըստ ամենայնի, ջուրն աղտոտվել է։ Համայնքապետարանից էլ հորդորում են հնարավորին չափ խուսափել ջրօգտագործումից կամ այն խմել եռացնելուց հետո։ Երևանի ավտոբուսի վարորդին դանակահարած քաղաքացում իրավապահները հայտնաբերել են, ներքին գործերի գերատեսչությունից են հայտնում։ Մարմնական վնասվածք պատճառելու կասկածանքով ոստիկանները ձերբակալել են 55-ամյա տղամարդու, նրան ներկայացրել են նախաքննական մարմին։ Հիշեցնենք, ապրիլի 20-ի երեկոյան Երևանում վեճ էր ծագել ուղևորի եւ համար 8 երթուղին սպասարկող ավտոբուսի վարորդի միջև։ Նախնական տվյալներով դանակով հարվածող ուղևորը եղել է ոչ սթափ վիճակում։ Էդվարդ Պողոսյան, Ժամ լրատվական։